Մայիսի 27-ին Մայր տաճարի իջման Սուրբ Սեղանին եպիսկոպոսական անդրանիկ պատարագը մատուցեց Անանիա եպիսկոպոս Ծատուրյանը։ Նա ընդամենը մի քանի օր առաջ, մայիսի 24-ին, Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվեց և օծվեց եպիսկոպոս։ Սրբազանը ծնունդով աշտարակից է, 2002 թվականին է Գևորգյան հոգևոր ճեմարան ընդունվել, 4 տարի անց Արարատ եպիսկոպոս Գալթակջյանի ձեռամբ սարկավակ ձեռնադրվել, իսկ կուսակրոնության ուխտը 25 տարեկանում է ընդունել։ Եպիսկոպոսը երկար տարիներ եղել է վեհափառ հայրապետի գավազանակիրը, արարողակարգային բաժնի տնօրեն է, ապա ուսումը շարունակել է Իտալիայում, վերադարձին նշանակվել Սուրբ Գայանե վանքի վանահայր։ Սրբազան հայրը տարբեր տարիների ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արևելյան ու արևմտյան թեմերում, իսկ 2025 թվականի մայիսից հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսարարապետ։ Ձեռնադրությամբ հոգևորականն իր հետ ստանում է որոշակի շնորհներ, առաքելություն և պատասխանատվություն, բայց այդ շնորհները սեփական անձը մեծարելու կամ երկրային փառքի հասնելու համար չեն, մայրավանքում հավաքվածներին ասաց պատարագիչը։ Դրանք շնորհված են անձի կատարելագործման և մերձավորի հոգևոր ու մարմնավոր առողջությանը ծառայեցնելու համար։ Նույն կերպ յուրաքանչյուր քրիստոնյա մկրտությամբ ստանում է Սուրբ Հոգու պարգևները աշխարհում լույս և աղ լինելու համար, հավելեց Սրբազանը։ Ճանանք նմանվել մեր երկնավոր Հորը և պատմության մեջ հանուն Քրիստոսի ճգնած երանաշնորհ հայրապետներին ու հոգևորականներին։ Հիշենք, որ այս կոչումը մարդկային ընտրություն չէ, այլ աստվածային։ Ինչպես Սուրբ Գիրքն է ասում, որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է առնում այս պաշտոնը, այլ նա, ով Աստծուց է կանչված, ինչպես Ահարոնը։ Նույնիսկ ինքը Քրիստոս ոչ թե ինքն իրեն մեծարեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, ով նրան ասաց. Դու ես իմ որդին և ես այսօր ծնեցի քեզ։ Մայիսի 28-ին Մայրաթորում պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։